Սիրելի վանաձորցիներ, սիրելի բազում թաղամասի բնակիչներ, երբ որ մենք քննարկում էինք, թե որտեղ անենք մեր վերջին ամփոփիչ հանրահավաքը, նաև այն հրաշալի համերգը, որ պետք է մեկնարկի մեր ելույթներից հետո, մենք մտածում էինք, որ համաչափ Վանաձորի մասին, համաչափ զարգացող Վանաձորի մասին խոսելը միայն խոսքեր չեն, եւ դա պետք է նաեւ գործով ցույց տալ։ Մենք մտածում էինք, որ առաջին համերգը եղել է եւ հանրահավաքը եղել է Վանաձորի կենտրոնում, գիտեք, Արցախ պուրակում, եւ ամփոփիչը պետք է լինի մի այնպիսի թաղամասում, որը որ գտնվում է քաղաքի մեկ այլ հատվածում, կենտրոնից հեռու։ Եվ մենք հիմա այսօր այստեղ ենք, ձեր ջերմ ողջույններն ենք լսում եւ նաեւ ձեզ հետ շատ լավ ժամանակ ենք անցկացնելու։ Շատ կարևոր մի քանի ուղերձներ եմ ցանկանում ներկայացնել։ Տեսեք, Վանաձոր քաղաքը կանգնած է վճռորոշ մի հատ շատ կարևոր որոշման կայացնելու առաջ։ Հոկտեմբերի 2-ին կամ մենք ամեն բան թողնում ենք այնպես ինչպես կա, կամ մենք փոխում ենք քաղաքի զարգացման ընթացքը։ 17 տարի Վանաձորը կառավարվել է հանրապետական կուսակցության կողմից։ 17 տարի Վանաձորը կանաչ Վանաձորից վերածվել է արտագաղթող Վանաձորի։ Վերջին 4 տարիների ընթացքում հազարավոր դիմում բողոքներ են ստացել ձեզանից։ Դրանց մեծ մասը որևէ կերպ մենք չենք կարողացել հասցնել այն մակարդակի, որ լուծումներ ստանան։ Որովհետև ես որպես ձեր եւ տեղական ինքնակառավարման մարմնի միջև կամուրջ դրան ներկայացել եմ, սակայն բախվել եմ հանրապետական կառավարման պատին, քաղաքապետարանի պատին եւ որևէ կերպ առաջ չենք կարողացել գնալ այդ դիմում բողոքների գործերով։ Եվ անընդհատ ասվել է, փող չկա, փող չկա, փող չկա, կամ քաղաքի խնդիրները մենք ձեզանից լավ գիտենք, բայց տեսնում ենք, թե ինչպիսի քաղաք մենք ունենք։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, փող կա, ուղղակի պետք է այդ փողը համաչափորեն բաշխել, համամասնորեն բաշխել եւ քաղաքը համաչափ զարգացնել։ Պետք է այդ փողը այնպես բաշխել, որ քաղաքի ռեսուրսները ուղղակի աչքի զարնեին եւ ոչ թե մարդիկ ասեին, որ ապրելու, աշխատելու որևէ հնարավորություն չկա, որ այնպիսի պայմաններում ենք ապրում, որ երեկոյան ժամերին նայում ենք մեր բնակելի շենքերի եւ տեսնում ենք, որ շենքերի կեսը մթության մեջ կորած է, լույսեր չկան, մարդիկ չեն ապրում, մարդիկ արտագաղթել են Վանաձոր քաղաքից։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը արտագաղթի դեմ պայքարի կուսակցություն է, Հայաստանում մնացած մարդկանց կուսակցություն է, Լուսավոր Հայաստան կուսակցությունը ամեն բան անելու է, որ Հայաստանում եւ դա սկսված Վանաձորից ապրելու աուրան փոխվի եւ մարդիկ սկսեն վերադառնալ։ Եվ մարդիկ, որոնք որոշել էին իրենց մտքում, որ պետք է հեռանան, այդ մարդիկ այդ որոշումը փոխեն։ Շատ կարևոր է այդ հարցին պատասխան տալ։ Եթե մենք գոհ ենք քաղաքի կառավարումից, ուրեմն որևէ խնդիր չկա, նեղանալու որևէ բան չկա, գնում եք եւ ընդունում եք գործող իշխանությունը։ Բայց մենք գիտենք, որ մենք դժգոհ ենք, մենք վանաձորցիներս դժգոհ ենք քաղաքի այս վիճակից, եւ մեր դժգոհությունը չպիտի ուղղակի դժգոհություն մնա օդից կախված, այն պետք է դառնա կոնկրետ գործողություն։ Հոկտեմբերի 2-ին մենք պետք է քվեարկենք հանուն Վանաձորի, պետք է քվեարկենք հանուն Վանաձորցու, պետք է քվեարկենք հանուն 2-ին Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին։ Հաջորդ կարևոր ուղերձը։ Քարազարշավի ընթացքում մենք հայտնաբերել ենք, որ ավանդապես այդպես էլ եղել է, ավանդույթ է արդեն ընտրական, որ մարդկանց հուսալքել են, ծայրահեղ, եւ ինչ է ասվում, մեկա իրանք անցած են, անհնար է, չի լինելու, մեկա կլցնեն, կկեղծեն, փող են բաժանում, չգիտեն ինչ են անում։ Ես ձեզ ասում եմ, ձեր յուրաքանչյուրի քվեարկությունը պաշտպանված է լինելու Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Ձեր յուրաքանչյուրի ձայնը, ձեր յուրաքանչյուրի 5 տարին մեկ ունեցած այդ մեկ ձայնը, որով որ դուք 5 տարին մեկ կառավարման իրավունք եք ստանում, մենք կպաշտպանենք։
մեկ հուսահատվի, մեկ տրվի որևէ ճշմարան, մեկ վախենա, ձեր մեկ ձայնը, մեկ վաճառի եւ առանց ընկրկելու հոկտեմբերի 2-ին գնացեք քվեարկության եւ քվեարկեք հանուն Լուսավոր Վանաձորի, գնացեք քվեարկության եւ քվեարկեք Վանաձորից ծնունդ առած Վանաձորի կուսակցության օգտին, Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին։ Ինչու է սա կարևոր։ Կարևոր է, որովհետեւ մենք հայտնաբերել ենք նաեւ, որ բոլոր թաղամասերում ասվում է, որ հանրապետականին այլևս ձայն տվող չկա։ Սակայն դա լուծում չէ։ Ինչու՞։ Որովհետեւ հանրապետականին միայն ձայն չտալով խնդիրները չեն լուծվելու։ Կարող եք ձայները բաշխել մյուս ուժերի միջև եւ այդ ձայները ուղղակի փոշի անան։ Այսօր եղած մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենց հիմա Լուսավոր Հայաստանը միակ քաղաքական ուժն է Վանաձորում, որ կարող է հաղթել գործող հանրապետական կուսակցությանը։ Եվ ուրեմն պետք է ինչ անել։ Պետք է ձայները կոնսոլիդացնել մի խորհրդի վրա, պետք է ձայները կոնսոլիդացնել Լուսավոր Հայաստան կուսակցության վրա եւ քվեարկության ժամանակ քվեարկել թիվ 2-ին հանուն Լուսավոր Վանաձորի, որ մենք ջանջախիչ հաղթանակ տանենք գործող հանրապետական կուսակցության նկատմամբ եւ ասենք, որ համաձայն չենք այս 17 տարվա կառավարման հետ եւ ձեզ եւս մեկ անգամ 5 տարով չենք թույլատրում, որ Վանաձորը շարունակեք այս ոճով կառավարել։ Վերջ եւ փոփոխությունները ձեզ վստահեցնում եմ, կսկսվեն հենց Վանաձորից, կսկսվեն եւ հենց Հայաստանի Հանրապետության երրորդ ամենախոշոր քաղաքից։ Սա է ճանապարհը։ Մենք իրավունք չունենք մեր ձայները փոշի հասնելու։ Ես ուղղակի մտահոգություն ունեմ, որ հազարավոր ձայներ հոկտեմբերի 2-ի գիշերը փոշիանալու են եւ կլինեն քաղաքական ուժեր, որոնք կմնան ուղղակի նախընտրական բարիերի տակ եւ այդ ձայները կգնան եւ համամասներում կբաշխվեն նաեւ հանրապետական կուսակցության վրա։ Իսկ դա այն ձայներն էին, որոնք որ երբևէ որևէ տարածքում չէին տրվելու հանրապետական կուսակցությանը։ Այդ իսկ պատճառով ես, որպես Վանաձորից ընտրված պատգամավոր, որպես վանաձորցի, ես ձեզ խնդրում եմ հոկտեմբերի 2-ին ձեր ձայնը տակ Վանաձորում ծնունդ առած Վանաձորի Լուսավոր Հայաստան կուսակցությանը եւ պահանջեք մեզանից։ Մենք այստեղ ենք ապրել, այստեղ ենք ապրում, մեզ ավելի հեշտ է գտնել եւ դուք կարող եք մեզանից պահանջել։ Մեր գրասենյակների տեղերը գիտեք մենք ինչպես ենք աշխատել վերջին 4 տարիների ընթացքում։ Այն թիմը, որը կանգնած է եղել իմ պատգամավորական գործունեության թիկունքին, հիմա այստեղ է, հիմա այն գնացվել է կուսակցության, հիմա այն տարածվում է ամբողջ հանրապետության տարածքով եւ լուսավոր մարդիկ ամեն օր միանում են Լուսավոր Հայաստան կուսակցությանը։ Մեր հաղթարշավը շարունակվում է, մեր հաղթարշավը միայն Վանաձորում չէ, նաեւ մյուս մարզերում, մյուս քաղաքներում, բայց հիմա այս պահին Վանաձորի ժամն է, Վանաձորին է եւ Վանաձորը միանշանակ իր խոսքը իրադուկ խոսքը ասելու է գործող հանրապետական իշխանությանը եւ հրացնելու է Վանաձորից։ Սա միանշանակ ես ձեզ ասում եմ, որովհետեւ հոկտեմբերի 2-ին մենք միասին արձանագրելու ենք։ Երկրորդ հաջորդ կարևոր ուղերձը այս օրերին ինչ են նկատել մեր քաղաքակիրթ քարոզարշավը փորձում էին շեղել, փորձում էին մեր թիրախը, որը միակն էր եւ միակն է մնում հանրապետական կուսակցությունը շեղել այլ ընդդիմադիր ուժերի վրա։ Մենք ասել ենք եւ հիմա ենք ասում, մեր միակ թիրախը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է։ Մենք այլ թիրախ չունենք։ Մենք ընդդիմության դաշտում կռիվ տալու որևէ մեկի հետ չունենք, որևէ մեկի հետ բանավիճելու բան չունենք, որովհետեւ մեր ու որևէ ընդդիմադիր ուժի բանավեճից շահելու է գործող իշխանությունը։ Մենք չենք ուզում ջուր նստել գործող իշխանության ջրավացին։ Այս օրերին Վանաձորում են գտնվում քաղաքական գործիչներ, տարբեր քաղաքական ուժերից եւ նրանց մեջ կան ոչ գործիչներ, որոնք երբևէ ամբյոնից Վանաձոր անունը տված չկան, երբևէ ձևոքսերով ապրած չկան, ոչ էլ նրանց ներկայացուցիչները, սակայն այսօր նրանք եկել են եւ ձեզ պատմում են, որ ձեր պատգամավորը շատ վատ պատգամավոր է։ Սա ըստ էության բումերանգի էֆեկտ է ունենալ նրանց համար։ Սա ըստ էության ուղղակի այդ մարդկանց դուրս է մղելու ամբողջ քարոզարշավից։ Ես վստահությամբ եմ սա ասում, որտեղ ուսումնասիրություններ ունեն եւ ամեն թաղամասում այդ հակառակցան մենք տեսել ենք։ Ես ձեզ ասում եմ, եթե դուք ցանկանում եք տեղական ինքնակառավարման պատասխանատու թիմ
ձևավորել։ Եթե դուք ցանկանում եք տեղական ինքնակառավարման այնպիսի թիմ ձևավորել, որին կկարողանա վաղը լույսերը գտնել եւ ձեր հարցերն ուղղել, եւ այդ թիմը կգադրնի դու, ձեր հարցերը կհարակի, եւ այդ թիմը որպես համայնքային ծառայող կծառայի ձեզ։ Ուրեմն ես ձեզ խնդրում եմ, որևէ մոլորության չտրվեք, որևէ բամբասանքի, որևէ տարածված զրպարտության չտրվեք, քննարկեք Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին եւ օկտեմբերի 2-ին դուք կտեսնեք, որ Վանաձորը կհաղթի եւ Վանաձորը ցույց կտա, որ կարող է նաեւ բազմապատման էֆեկտի առաջին քաղաքը լինել եւ բազմապատման էֆեկտով մյուս քաղաքների վրա նույնպես իր ազդեցությունն ունենալ եւ փոփոխությունները կարող են սկսվել հենց Վանաձոր քաղաքից։ Եվ հենց այդ է պատճառը, որ մենք առանց բարանելու, առանց որևէ մեկին ինչ-որ մի բան ասելու, ինչ-որ մի բան պատասխանելու, ինչ-որ այլ կերպ շեղվելու, ասում ենք ձեզ, միակ տարբերակը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է հաղթել, դա Լուսավոր Հայաստան կուսակցությունն է Վանաձորում։ Եվ հետևաբար պետք է վանաձորցիները իրենց ձայները կոնսոլիդացնեն Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին եւ քվեարկեն հանուն Լուսավոր Հայաստան կուսակցության։ Շնորհակալ եմ, Աստված բոլորիս պահապան եւ օկտեմբերի 2-ին քվեարկում ենք քվեարկում թիվի 2-ին։ Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունը, Վանաձորը, վանաձորցիների եւ օկտեմբերի 2-ին մեր հաղթանակը։ Ամեն։ Լուսավոր, եկեք համա, լուսավոր,